Բարև ձեզ սիրելի այրնագիցներ, ես Համլետ Ներսյանն եմ։ Մենք տարիների ընթացքում մեր հայտուն հեռուստաժամի շրջանակներում պարզաբանել ենք բազմաթիվ թեմաներ, լուսաբանել ենք տարբեր երևույթներ, թեմաներ եւ մեր հաղորդումների մեջ հիմնական դեր է գրավել պատմամշակութային հաղորդումները, որոնց միջոցով մենք փորձել ենք ժողովրդին ներկայացնել մեր պատմության մութ ցալքերը եւ քիչ լուսաբանված երևույթները, պատմական փաստերը։ Եվ այդ շրջանակի մեջ տարիների ընթացքում ձևավորվեց մի շատ հետաքրքիր երևույթ, երբ մենք պարզեցինք թե մեզ համար, թե բոլորի համար, որ հայ ժողովրդի պատմության լուսաբանման մեջ ձևավորվել է երկու հիմնական ուղղություն։ Մեկ ուղղությունը նա էր, որ որոշ գիտնականներ եւ մասնագետներ կարծում են, որ հայ ժողովուրդը եղել է բնիկ այդ լեռնաշխարհի մեջ, հայկական լեռնաշխարհի մեջ, եւ ձևավորվել էր մի ուրիշ ուղղություն, ուրիշ մասնագետներ, հիմնականում օտարազգի, որոնք կարծում էին եւ փորձում էին ապացուցել, որ հայերը եկորներ են ուրիշ երկրներից, ուրիշ մայրցամաքից, ենթադրենք Բալկաններից կամ չգիտեմ Աֆրիկայից։ Եվ այս երկու ուղղությունների միջև բուրըն պայքար գնաց գիտական, իհարկե իրար մեղադրելով մի կողմը մյուսի հետ համաձայն չէ եւ մեղադրում են նրանց կեղծարարության մեջ եւ մենք էլ փորձեցինք այս ամբողջ երևույթի մեջ գտնել բավարար թվեր, փաստեր եւ երևույթներ, որպեսզի կարողանանք հասկանալ թե իրականությունը որտեղ է վերջը։ Ինչու է մեզ հետաքրում իրականությունը, այն պատճառով, որ եթե մի խումբ մարդկանց մի խումբ փորձում են ապացուցել հայերի եկոր լինելու խնդիրը, բնականաբար հայերին հավասարեցնում են մնացած բոլոր եկորների եւ թափառաշրջիկների հետ եւ այդպեսով նրանք տանում էին դեպի քաղաքականություն եւ քաղաքականության մեջ ուզում էին հայերին զրկել իրենց այդ հողերի վրա իրավական իրավատիրոջ պարզ իրավունքից։ Դա շատ վտանգավոր ուղղություն էր։ Մյուս ուղղության կողմնակիցները, որոնք գտնում են, որ հայերը Հայաստանում տեղաբնակ են, նրանք շատ հստակորեն փաստեր էին բերում եւ փորձում են ապացուցել միայն փաստերով եւ հնագիտական եւ լեզվաբանական հայտնագործություններով։ Ահա այս ամբողջ պայքարի մեջ, որ տարիներ շարունակ արդեն գնում է, ես կասեմ արդեն մոտ 150 տարի է այս երևույթը շարունակվում է։ Մեր մասնակցությունը այս խնդրի մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է այն, որ մենք կարողացանք որոշ գիտնականների եւ լեզվաբանների ու պատմաբանների, հոգեբանների միջոցով կարողանանք բավարար փաստեր բերել ձեզ ցույց տալու համար, թե մենք որ ուղղությանն ենք ավելի հարում եւ որին ենք հավատում։ Այս շրջանակի մեջ մեր հաղորդումների եթեր դնելու հետևանքով դրեցինք նաեւ YouTube-ի մեջ, որը ինտերնետի միջոցով տարածվեց ամբողջ աշխարհում, այնպեսի մի բան ստացվեց, որ սկսած Ավստրալիայից մինչև Հոնոլուլու, Հավայի, մարդիկ նայում են եւ հետաքրքրվում են եւ կարծիքներ են հայտնում եւ շահագրգռվում են եւ ուզում են ավելի շատ նմանատիպ հաղորդումներ տեսնել, որովհետեւ նրանք իսկապես մթության մեջ խարխափել են տասնամյակներով։ Կոմունիստների ժամանակ Խորհրդային Հայաստանում իրական պատմական փաստեր չէին տրվում, այսպես այս մեր վերջին 20 տարվա կիսանկախ վիճակում էլ առանձնապես շատ փաստեր չեն կարողանում լուսաբանել, իսկ արևմուտքում էլ արդեն հայ ժողովրդի պատմություն կեղծողներն էլ իրար հերթ չեն տալիս, որ մեր պատմությունը իսկապես կեղծ են եւ այլանդակ են։ Ահա այս ամբողջ պայքարի մեջ մենք կարողանում ենք գտնել մարդկանց, գիտնականների, որոնք ժամանակ եւ էներգիա են ծախսում եւ իրենց գործը մի կողմ թողած զբաղվում են հայ ժողովրդի պատմության լուսաբանմամբ եւ այս անշնորհակալ գործը, այս դժվարին գործը իրենց ուսերի վրա վերցրած ուզում են հայ ժողովրդին օգտակար լինեն իրենց կարողությունների սահմաններում։ Բացումը շատ երկար տևեց, բայց պարտավոր է սա անել։ Խոսքը հիմա ես քիչ հետո կտամ արդեն հիմա այսօրվա ծրագրի հյուրին։ Մենք այսօր խոսենք հոգեբան, անգլերենով ասվում է industrial psychologist եւ գրքերի հեղինակ երիտասարդ գիտնական Վահան Սեթյանի հետ եւ Վահանը արդեն մի քանի հաղորդումներ ունեցել է մեզ հետ եւ նաեւ նա գրքերի հեղինակ է, նախկինում գրել է շատ հետաքրքիր բրոշյուրներ եւ գրքեր եւ պատրաստում է մի նորը The Enigma of the Armenian Highlanders, այսինքն հայկական լեռնաշխարհի բնակիչների այդ ցակումնաբանական այդ մութ կողմերը, ցալքերը։ Եվ նրա այդ գիրքը նոյեմբերին արդեն լույս կտեսնի կամ դեկտեմբերին, իսկ հիմա ես խոսեմ Վահան Սեթյանի հետ, Վահան շնորհակալություն, որ եկար, նորից այս թեման, որ մենք նորից պիտի արծարծենք, իհարկե շատ ավելի ընդարձակված ձևով, մեզ ժողովուրդն է ստիպում։ Բազմաթիվ զանգեր եմ ստանում ամբողջ աշխարհից,
չեմ կարող ասել, որ այդ մարդիկ բոլորը նացիոնալիստներ են, ճակերտավոր մարդիկ, լուրջ գրագետ մարդիկ են, որոնք ուզում են ճշմարտությունը իմանալ։ Մինչև փաստերը չներկայացնես, չդնես սեղանի վրա եւ իրենց հնարավորություն չտաս, որ իրենք կարողանան սեփական խելքով դա վերլուծեն եւ հասկանան, թե որտեղ է իսկապես դրված ճշմարտությունը եւ որտեղ է թաղված շանգլուխ, այսպես կոչված։ Եվ ինչու են մեր ժողովրդի բացահայտ թշնամիները փորձում այսքան աղավաղել այս ժողովրդի պատմությունը։ Որևէ մտքով չի անցնում աղավաղել չուչմեկների, շումերների եւ արաբների պատմությունը, բայց բոլորը միահամուռ ուժերով ուզում են հայ ժողովրդի պատմություն աղավաղեն։ Խնդրեմ, ինչու՞։ Դե իմ կարծիքով հայոց պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը բավականին թանկարժեք է։ Այսինքն, եթե արժեք չունենար, իրանք չեն ավաղավի կամ չեն կեղծի։ Ու դա ամեն օր տեսնում ես, այսինքն ադրբեջանցիները հայկական մշակույթը վերցնում են դեպի իրենց կողմը, վրացիները նույնպես, թուրքերը նույնպես։ Այդ երկրները փող են հատկացնում պատմաբաններին, որ այդ պատմաբանները ուղղությունը փոխեն, բայց միաժամանակ անտրամաբանորեն են իրենք մոտենում այս պատմությանը, այս հարցում։ Ու ես կարծում եմ, որ իմանալով, որ հայ ժողովուրդը մանավանդ իրենց ճշգրիտ պատմությունը չգիտեն, մեծնամասնությունը, իրանք կարծում են, որ ինչ-որ իրանք գրեն, հայ ժողովուրդը կընդունի։ Ու դա շատ է անում, ասինքն մեկ-մեկը լսեմ հայերի կողմից, թե մենք եկվոր ենք, թե ոչ։ Դա արդեն ցույց է տալի, որ հայը արդեն կարդացել է այդ թեմայի մասին ու ինքն էլ արդեն կասկածի մեջ։ Իրոք ես այստեղից եմ, թե ուրիշ տեղից եմ եկել։ Եվ դա պատկերացրեք հարավոր տարիներ, դա լսելով ընդմիշտ։ Միաժամանակ տարբեր երկրների կողմից, ժողովրդի կողմից, ասենք թե իրանք իրենց մշակույթը առաջ են բերում որպես առաջնորդ, միաժամանակ ասում են, որ նայեք դուք եք մեզնից վերցրել եւ այլն եւ այլն։ Դա ինֆորմացիայի պակասություն է, թե հայերի կողմից, թե իրենց կողմից։ Այսինքն, երբ որ իրենք բառեր են օգտագործում, օրինակ, որը որ հայկական բառի բուն իմաստներ ունի, բայց հայը չի անդրադառնում դա, արդեն չի կարողանում կողմնորոշվել իրոք, հույնը ճիշտ է ասում, թե մենք ենք ավելի ճիշտ, տեսնում եք։ Դրա համար ես կարծում եմ, որ գիտելիքների պակասության պատճառով հայ ժողովուրդը տուժում է։ Ու գիտելիքները ըմբռնելու համար հարկավոր է որևէ մի փոքր ժամանակ ըմբռնել այս ամենը, քաղաքակրթությունների պատմությունը հասկանալը, այսինքն որևէ մի թեկուզ հայոց լեզուն հասկանալը, միայն խոսալով չի, այսինքն մի հատ ուսումնասիրենք հայերենը, թե ինչքան հին է, հայը որտեղ է գոյատևել եւ որ ժամանակներում։ Հին քաղաքակրթությունների աստվածաբանական գրավորները մի հատ թող կարդան, կտեսնեն, թե ինչքան արտասովոր է այդ երկրի համար այդ գաղափարները, այսինքն երևում է, որ այդ ինֆորմացիան ուրիշ տեղից են ստացել։ Հին կտակարանը նույնպես, որ դուք բացում եք, շատ պարզ տեսնում եք, որ իմանալով, ասենք թե եգիպտական եւ հայկական եւ հնդկական դիցաբանությունը, տեսնում եք, որ այդ ժողովուրդը մասին, որ գրված է այնտեղ, իրենց համար չէ, այսինքն իրենք են դրել իրենց որպես կարևոր ժողովուրդ այդ գրքի մեջ։ Նույն բանը Ռիգվեդան, որ կարդում եք, հենց թարգմանողներն են նշում, որ ասում են, որ այս գիրքը գրված է արիացների մասին, այսինքն երբ որ արիացները գնացին Հնդկաստան։ Թարգմանիչն է արդեն դա ասում։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ հնդիկները միջև արիացները գալ այնտեղ, այդ քաղաքակրթությունը չունեն ինչ որ հիմա, ասին իրենց գալուց հետո։ Նշանակում է, թե ձիերը, թե դիցաբանությունը, թե արևապաշտությունը եւ այլն, այդ բոլոր գաղափարները արիացիներն են բերել։ Okay, հիմա կանգնացենք, ասենք այդ բառի վրա։ Արիացի բառը, ասինքն հայերենից բացի ուրիշ լեզվով արիացի բառը չես կարող թարգմանես, որը ինչու, որովհետեւ առ բառից է սկսում եւ մենք 10,000-ից ավելի բառ ունենք, որ առով է սկսում, որի բառի բուն իմաստը պարզապես մեր արևն է, արեգակը եւ այլն։ Դա իմանալով հանդերձ, արդեն մենք պետք է տեսնենք, որ եթե արիացիների մասն են խոսում, թե եգիպտացիները, թե հնդիկները եւ այլն, նշանակում է, որ իրանք մեր մասն են խոսում։ Եթե արին փոխվեց արմեն կամ արիացի կամ Armenian եւ այլն, դա որ փոփոխություն տալիս է, դա չի նշանակում, որ մենք տարբեր ժողովրդի մասն ենք խոսում, դուքան անգամ դուք նշել եք դա։ Եվ ես համամիտ եմ։ Այսինքն միայն լեզուն թող չլինի, թեկուզ դիցաբանությունը։ Դիցաբանության տեսանկյունից որ նայում ես,
Հունական դիցաբանությունը, որ կարդում ես, տեսնում ես, որ այդ երևույթները, որ իրանք տեղադրել են որպես հունական աստված կամ աստվածոհիներ, էլի արտասովոր են, այսինքն չի համընկնում այդ ժողովուրդը այդ դիցաբանության հետ, որևէ արտասահմանյան գծեր ունեն, որ կարանք շատ հեշտանգից կապենք հայերի հետ, ասինքն գցենք ռոմենական Դիանան, հակառակ որ կարդաս լինում է Անահիտ, տեսնում եք, այդ փոփոխությունները, առը ռան է, թեկուզ Ռիգվեդան, որ հակառակ գրես, Ռիգը լինում է գիր, ավետարան, նույնպես պարսկականը, Ավեստան լինում է ավետարանը, հավերժ բառը, այսինքն դա արդեն մեզ ցույց է տալի, բացի որ դա մեր դիցաբանությունն է, ուրիշները վերցրին, միաժամանակ մեզ ցույց է տալի, որ իրոք մենք գրականություն ենք ունեցել արդեն Մեսրո Մաշտոցից առաջ, արդեն դա մեզ նշում է, այդ փոքր այս puzzle-ները, ոնց որ ասած, դա մենք որ միացնենք իրար, միաժամանակ նոր ինֆորմացիա վերցնելով եւ տեղադրելով, մենք կտեսնենք, որ այս ամենը, այս քաղաքակրթության հիմքը, լեզուն, դիցաբանությունը եւ այլն հիմնված է հայ բնակիչների հետ։ Շատ լավ։ Հիմա վերջին տարիներում ես նկատել եմ Հայաստանում տեղի ունեցել երկար ժամանակ դեռ շարունակվում է գիտնականների միջև մի հակամարտություն պայքար, ասեմ, այդ տեսության կողմնակիցների եւ հակառակորդների միջև։ Մի մասն ասում են մենք եկվոր ենք, մի մասն ասում է որ ոչ։ Հիմա նրանց անունները չտամ թե ովքեր են եկվորության տեսանկյունի կողմնակիցները, դրանց ասածները համընկնում է արտասահմանյան այդ օտարազգի գիտնականների, ես չեմ ուզում ասել նույնիսկ գիտնական անվանը, բայց դրանց ասում են գիտնական։ Նրանց տեսակետին է համընկնում եւ մյուսները, որոնք որ ներկայացնում են իրենց տեսակետը, որ հայ ժողովուրդը բնիկ է եւ ամեն ինչ ստեղծել է հայկական լեռնաշխարհում, եւ երբ որ մենք կորցրեցինք ցեղասպանության պատճառով, հետևանքով, հայասպանության հետևանքով մենք կորցրեցինք մեր 10000 ամյա մշակույթը, 10000 տարվա ստեղծած գիտելիքը, գիտությունը, հարստությունը, ահավոր հարստությունը կորսվել 15-20 թվականների արարքում։ Այս ամեն ինչը հայ ժողովուրդը կերտել էր եւ ստեղծել էր հայկական լեռնաշխարհում։ Հիմա այս կեղծարարները հայերին օտար երկրներից բերելով այդ ամեն ինչի վրա խաչ են քաշում։ Ուզում են Հայաստանին եւ հայերին զրկել դրա իրավունքից, legal claim։ Հիմա տեղաբնակության տեսության կողմնակիցները ապացուցում են դա փաստերով։ Հայաստանում այսօր որտեղ քլունգը վերցնես եւ փորես մի հայկական պատմական հուշարձան է բացվում։ Հիմա ինչու եմ ես սա շեշտում, որ ի վերջո Հայաստանում հաղթելու է հայերի տեղաբնակության տեսությունը, բայց հակառակորդները հուսահատ ճիքերով աշխատում են ամեն կերպ իրենց տեսությունը կենթանի պահել։ Հիմա տեսեք, այս տեսությունը վերաճել է արդեն քաղաքական պայքարի։ Քաղաքականության մեջ են հիմա սա դարձրել մեծ խնդիր։ Երևակայեք Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները տանում են արդեն դեպի եղբայրության բարեկամության ճանապարհով եւ դրա համար, որպեսզի դա կարողանան իրականացնեն, այդ գործին լծել են այսպես կոչված ծանր հրետանին։ Աշխարհի տարբեր երկրներում գտնում են մարդիկ, որոնք պատրաստ են այդ տեսությանը լծվել եւ բերում են տարբեր երկրներում, տարբեր համալսարաններում դասախոսություններ են տալիս։ Հիմա այս դասախոսների խմբակը, որոնք հայ ժողովրդի եկվորության կողմնակիցներն են, դրանք հստակորեն ամբողջ աշխարհում տարբեր տեղերում կոնֆերանսներ են կազմակերպում եւ ելույթներ են ունում եւ իրենց տեսությունն են քարոզում։ Այո։ Ես այդ մասին քիչ հետո մի քիչ ավելի մանրամասն կասեմ, քո տեսակետը որպես գիտնական ինչպես է այս հարցի մոտենում, գիտնականները ինչպես կարող են ի սկզբանե կեղծ տեսությանը այսքան լծվել եւ համառորեն փորձել պաշտպանել։ Ինչ կարծիք ես։ Դե սուտը դարել է ճշմարտություն, այսինքն այնքան են կրկնել, որ արդեն այն մարդը, որ սկզբից ստում էր, իր համար արդեն ճշմարտություն եւ իր աշակերտը եւ այն այսպես շարունակվում է։ Ուսանողները, որ լսում են այս, տեսնելով, ասենք թե այդ պրոֆեսորին լինելով բարձր պաշտոնյա, իրանք արդեն ինստինկտիվ կամ ավտոմատիկ ձևով ընդունում են իր ասածը եւ այսինքն թե որևէ մի նախադասություն, որը որ հերքում է այդ պրոֆեսորի
տեսությունները, որը որ իրոք ճշմարտություն է, դա կարող են դա անտեսեն։ Այսինքն իրանք նայում են քանակը, որակը չեն տեսնում։ Այսինքն եթե մեկը 1000 հատ գիրք է գրել այս սուտի վրա եւ մյուսը ուղղակի մի հատ նախադասություն, որտեվ ֆինանսային որևէ ելք չունի, որ ավելի շատ տարածի, իրանք ասում են երևի այս մեկը որ քանակով գրել է, երևի ավելի ճիշտ է, որովհետեւ այս բոլորը փաստերի վրա են, բայց եթե այդ փաստերի հետևից գնում ես, որը որ հային ուզում է ապացուցել որպես նա եկվոր, այսինքն չես գտնի, ուզենասը չես գտնի։ Կրկնողություն է այս սուտը մեկը մյուսին տալով, քաղելով, ասենք մեկը մյուսի ասածը, մեկը կասի մի որևէ մի բան, եւ որ կապ ունի հայ ժողովրդի եկվոր լինելուց ու 20 հոգի տարածում են նույնը, որպես ասենք թե փաստ, եւ այդ 20 հոգին էլի են տարածում մյուսներին, հիմա արդեն տեսնում եք, ամբողջ Ամերիկայով պտտվում է, շրջվում է, տարբեր համալսարաններում դա նույն բանը ասվում է, հին տեսությունները դեռ հələ դասագրքերից դուրս չեն եկել, որտեղ ուղղակի տպագրվում են, իրանց համար հետաքրքիր չի, հայ ժողովրդի պատմության իսկությունը իրանց հետաքրքիր չի, մանավանդ որ մեր քանակը քիչ է, որ դիմադրի այս կեղծարարությանը, շատ կարևոր է։ Մեր քանակը դեռ քիչ է, այսինքն մեր որակը լավ է, որ դիմադրում է այս կեղծարարությանը, բայց քանակը քիչ է, այսինքն քիչ մարդ ունենք, որ տպագրում է, գրում է, խոսում է, բանավեճների մեջ է եւ այլն։ Մատների վրա կարամ հաշվեմ։ Այս քանակը պետք է շատանա։ Մեր որակը շատանալով եւ մեր արձագանքը եւ ձայնը բարձրացնելով, մենք կարանք արդեն հաղթահարենք այս չեն կարող ամեն ինչ բեռը դնենք, ասենք թե ձեր վրա եւ դուք շարունակեք այս բաները ասել։ Միաժամանակ մենք պետք է գործնական լինել, ոչ թե միայն լսել, այլ որևէ մի բան անել, գրել մի բան։ Մի հատ օրինակ բերեմ։ Վերջերս Գլենդել քաղաքում մի հանդիպում, փոքրիկ շրջանակում հանդիպում տեղի ունեցավ գրախանութում եւ ներկային մոտավորապես մի 25-30 հոգի մարդ, որոնց այս թեման հետաքրում էր։ Եվ ներկա էր դասախոսներ Լոնդոնից ժամանած մի անձնավորություն Արա Սարաֆյան անունով, ինքը իրեն համարում է գիտնական։ Այս մարդը հայտարարեց, որ իրենք Լոնդոնում ունեն Կոմիտաս անունով մի հրատարակչություն, կազմակերպություն, որտեղ գրքեր են հրատարակում ցեղասպանության վերաբերյալ։ Եվ նա հայտարարեց, որ բազմաթիվ անգամներ 20-30-40 անգամ եղել է Արևմտյան Հայաստանում եւ Թուրքիայի մնացած մասերում եւ ընկերացել է քրդերի հետ, չգիտեմ թուրքերի հետ, ամենտեղ մուտք ու ելք ունի եւ այլ եւ այլ, այնպես է ներկայացած, կարծես թե ինքը այսպես կոչված քարտ բլանշ ունի եւ կարող է ամենտեղ մտնել դուրս գալ եւ իր թուրքը կտրում է, թուրք էծակենը ձեռքն է։ Եվ այս մարդը ուրեմն մենք բոլորս նստած սպասում էինք, դասախոսը ինքը պիտի լինի եւ ներս է մտնում այս երիտասարդը Արա Սարաֆյանը, մտնում է սրահ, նստում է սեղանի հետևը աթոռի վրա եւ առաջին բառը որ դուրս է գալիս այս մարդու բերանից հետեւյալն է, ասում է շալոմ։ Քարացանք, չհասկացա, ես կողքերս նայեցի որ տեսնեմ ես Գլենդելում եմ թե Իսրայելում եմ։ Չհասկացա։ Հետո շանտար եղավ, այսպեսի լկտիություն չէի տեսել երբևէ։ Նույնիսկ եթե ռուսերեն ասեր կամ ուրիշ որևէ լեզվով նույնիսկ կվիրավորվեինք։ Ինչևից է, անցավ որոշ ժամանակ խոսեց, գովաբանեց քրդերին, շատ գովաբանեց քրդերին եւ թուրքերի հետ բարեկամություն եղբայրություն քարոզեց ու Արևմտյան Հայաստանի հողերի մասին խոսելիս քրդերի վերաբերյալ, որ քրդերն են այնտեղ ապրում, ասաց շատ մի, ինչպես ասեմ ձեզ, հալալ, շատ վիրավորական ձևով, հալալ ոլսուն, այսինքն քրդերին հալալ լինի այդ հողերը, այսինքն դու մեր հողերը քրդերին հալալ ես անում, այսինքն որ գրավել են այդ հողերը, մեզ ջարդել են եւ այլն, ճիշտ են արել, որը իրենց է հասնում դա, եւ սա ասում է մի մարդ, որ հայի անուն ազգանուն ունի, Արա Սարաֆյան եւ հայերի անունից է խոսում եւ եկել է մեզ լուսաբանելու, թե ինչ լուսաբանեց, այդպես է չհասկացա։ Ինձ հետաքրքրում է հետեւյալը, այսպիսի մարդիկ ինչ իրավունք ունեն հայկական շրջանակներում նմանատիպ քարոզչություն տանել։ Քո կարծիքը ինչ է։ Ես իրան նմաններին, ոնց որ դուք բացատրեցիք, ես իրոք հանդիպել եմ անձնապես, այսինքն իրանք բախկվում են հայոց ցեղասպանության թեմայի հետևում եւ քարոզում իրանց կեղծիքները, սուտ խոսալը, սուտ ներկայացումները հայ ժողովրդի համար։
Այսինքն իրանք օգտագործեն իրենց աշխատանքը ցեղասպանության, որ հայերը իրենց կովեն, բայց միաժամանակ տարածում են, ասենք թե այս իրենց ստոր գործերը։ Ոնց որ տարբեր պրոֆեսորներ են արել, ես որ մի քանի անգամ նշել եմ։ Ու դա արձագանքվում է, ասենք թե իրանց մույս գործընկերների մեջ։ Իրենք նույն բաները շարունակում են ասելը, որտեղ ես հիշում եք, որ 2011 թվականին, որ ես Արիզոնայում էի, Հովանեսյանի, ասենք Հովանավորի կողմից էլ ես նույն բաները լսեցի բառաբառ, այսինքն ոնց որ անգիրարած լիներ, այսինքն խոսացված ոնց որ լիներ, որ ես հանդիպեցի այդ մարդու հետ, տնօրենի հետ։ Նրանք միացյալ ուժերով են աշխատում։ Այո, նույն բանն է կրկնում, այսինքն որևէ շեղում, որ արվի իրենց գաղափարից դուրս, նա բնակ պատասխան չեն ունենա։ Այսինքն ոնց որ նստում են անգեր են անում եւ դա ներկայացնում են։ Անսպասելի տեսանկյունից, որ իրենց որ մոտիկանակ, իրանք դրանց պատասխանը չեն ունենա եւ երևի պատրաստ են, որ ընդհանուր ոչ մի բան չասեն։ Ուրիշ օրինակ վերեմ 1900 այս 20-րդ դարում եմ ապրում 2011 թվականին Երևանում էի ամռանը եւ պատահաբար իմացա, որ Ռոնալդ Սունի անունով այս թիմի անդամներից մեկը Երևանում միտեղ Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտ կոչեցյալ այսպիսի հաստատության նախաձեռնությամբ ելույթ պիտի ունենա։ Գնացի, փոթացի այնտեղ, նստեցի առաջին շարքում, որ հանկարծ որևէ բառ չփախցնեմ, ուշադիր լսեցի, մեկ ժամ այս մարդը խոսեց հայ-թուրք հարաբերությունների մասին։ Ուրեմն նրա առաջի բառից վերջի բառը հայ-թուրք եղբայրություն էր, քարոզ էր, հայ եւ թուրք ժողովուրդների եղբայրություն էր քարոզում։ Վերջացրեց, ասեցի, պարոն Սունի, մենք այս հեքիաթները վաղուց ենք լսել։ 60-ական թվականներին Հայաստանում մի երգ կար տարածված Հայաստան Կարդաշոլում Հայաստան-Ադրբեջան, Հայաստանն ու Ադրբեջանը ախվերացել են։ Ասի այն ժամանակ մեզ փորձեցին եղբայրացնել, չհաջողվեց։ Հիմա էլ դուք եք եկել մեզ եղբայրացնելու։ Ես չեմ հասկանում, դուք կարող եք մեզ եղբայրացնել միայն այն դեպքում, երբ որ ընդունեք ձեր արածը, վերադարձնեք ձեր թալանածը, մի հատ էլ վրայից ներողություն խնդրեք, մի հատ էլ վրայից ռազմատուգանք վճարեք, հետո նոր եղբայրանան, խնդրեմ, հարց չկա։ Ժողովուրդները երբեք իրար դեմ շնամացած չեն մնում, բայց քաղաքական լուծում է պետք խնդրին։ Դա վերաբերում է եւ եղերնի հետևանքներին եւ դրանից եւ հիմա մշակույթի եղերնին։ Քո կարծիքը ինչ է այս մարդկանց առածի վերաբերյալ։ Ես իրենց պլանները, ասենք թե ընդհանուր պլաններին ես ծանոթ չեմ, բայց եթե մեր համար պարզ է ճշգրիտ հայոց պատմությունը եւ մենք կանգնած ենք այս մարդկանց դիմաց, ով որ պարզապես կեղծարարում են, առանց որևէ պատճառ գտնելու, թե ինչու են անում, մենք պետքա դիմադրենք իրենց։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք գիտելիքներով եւ պատրաստ լինենք գործնական լինենք, որ դիմադրենք իրենց։ Այսինքն ես բանավեճի ասենք թե օրինակ ես իրենց կանչել եմ այս հարցում։ Շատ հավանական է, որ չեն պատասխանի։ Բայց դա է թող պարզ լինի իրենց եւ հայ ժողովրդին, որ ես այդ անձանից մեկն եմ, որ ես պատրաստ եմ իրենց հետ բանավեճ հրապարակային ձևով, տեսնենք թե այդ ինչ փաստեր ունեն, որ մենք չգիտենք դրա մասին։ Այսինքն ինտերնետային սայթերով որ գնում ես, թե թուրքական, թե ադրբեջանական, թե վրացական, ասենք թե ինչ որ հայկական կա, փոխված է դեպի իրենց ժողովրդի, բայց բացի դրանից, այնտեղ արդեն միաժամանակ ծաղրում է թե ինչու են հայերը սխալ եւ այլն, ինչու են կարծում, որ իրանք բնիկ են։ Հենց դրա վրա ես կուզենամ ավելացնել, այս Արա Սարաֆյանի երեկոյի ժամանակ, երբ որ շատ խոսեց եւ շատ վատաբանեց հայերին եւ ցածրացրեց, ես չդիմացա, մի հարց տվեցի, ասելով, պարոն Սարաֆյան, դուք ինչպես եք հավասարության նշան դնում հայ ժողովրդի եւ թուրքերի միջեւ, չէ՞ որ հայերը բնիկ հազարամյակների պատմություն ունեցող հնդիեվրոպական ցակումով հազարամյակների հնություն ունեցող լեզվով խոսող ժողովուրդ են, մշակույթ եւ այլ, բայց թուրքը աշխարհին է հայտնի, որ դրանք ընդամենը արևելքից եկած սելջուկ թուրքեր են, որոնք խառնվեցին տեղացի արաբների, զազաների, հույների, հայերի, հրեաների հետ, ստացվեց մի խառնաշփոթ, մի գենետիկ խառնուրդով մի ժողովուրդ, որին դուք հավասարացնում եք հայերի հետ, ասել, ինչպես կարելի է սա անել։ Ինձ անմիջապես պատասխանեց հետևյալ կերպ. հայերը խառնուրդ ժողովուրդ են։ Հայերը թուրքերի նման խառնուրդ ժողովուրդ են, նրանք ոչ մի հնդիեվրոպական մաքուր ցակում չունեն, ասաց պարոն Արա Սարաֆյանը։ Ես ասում է հայերի շրջանակում։ Սա ճիշտ եւ ճիշտ նույնն է, ինչ որ
տասնամյակներով ասում էր Ռիչարդ Հովհաննիսյանը, որին ոչ մի կերպ չկարողացան համոզել, որ այն ձեռք քաշի այդ տեսակետից։ Չհաջողվեց։ Դա ձեզ եւ բոլոր հայերին թե օրինակ լինի, թե իրանք նայեք ինչպես է նա համարձակվում այդ բաները ասել հայ ժողովրդի մեջ, մանավանդ այս ցակովնաբանության տեսանկյունը, որ կարողանում է դուրս գալ այդ դռից հանգիստ ձևով ու հայերը իրեն որևէ մի ձևով չհակառակեն։ Հաջորդ օր առավոտյան ինչ որ մի հերոստաժամով արդեն ինտերվյու էր տալիս։ Տեսնում եք։ Եվ շարունակում էր իր կառուցությունը։ Դա ինքը գիտի, որ հայ ժողովուրդը մեծնականությունը, մեծնամասնությունը տեղյակ չեն։ Ցակոնաբանության տեսությունների մոտեցումը չկա, այսինքն մենք ուղղակի մեծնամասնությունը կարծում է ուղղակի լավ, մենք այնտեղ այդպես ապրել ենք, երևի այնտեղի բնակիչներ ենք, երևի խառնորդ ենք, ինչպես մյուսները, այսինքն սա դարել է սովորական մի երևույթ։ Եվ հիմա Արա Սարաֆյանը եթե գալիս է այդպեսի բաները հայտարարում, հայի համար ոնց որ ընդունելի կարող է ոնց որ թե լինի։ Ու իրանք ձայն չեն հանում։ Մնում է ձեր նման մարդկանց նման, որ ավելի ճիշտը գիտի։ Հասարակ ժողովուրդը տեղյակ չէ, նրանք փաստեր չունեն, նրանք գենետիկ հետազոտություններ չունեն, նրանք լեզվաբանական հետազոտություններ չունեն։ Հայերից քանիսն է Իվանովի աշխատանքը կարդացել, քանիսն է Ատկինսոնի գործերը կարդացել, չգիտեն, տեղեկություն չունեն։ Հիմա նոր կամաց մեջտեղ է գալիս այս տեղեկությունները, գիտելիքները եւ հետաքրքրվող մարդիկ են, որ կարողանում են փորփրեն եւ աղբը թափեն տակը ադամանդը գտնեն։ Ես ուզում եմ մի բան շատ հստակորեն ասել մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հարցը այդ խառնուրդ լինելու հարցը շատ վարպետորեն սրանք շահագործում են, որովհետեւ մարդը ինքը չի հասկանում ինչ է նշանակում խառնուրդ ժողովուրդ։ Սրանք մեզ խառնուրդ բառը պիտակում են, այս խարանում են խառնուրդ ասելով, բայց չեն ասում, որ հայ ժողովուրդը խառնված է ինքը իր մեջ։ Հայերը, հաթերը, հայացները, Միտանի բնակիչները, այսպես կոչված Ուրարտուի բնակիչները, սրանք բոլորը արիական ցակումով, հայասա անունով, հայ ասում պաշտող նույն ժողովուրդն են։ Արմանի, Արմենիա, Ուրարտու, Հայաս, Հետ, Հիթանի, Միտանի, սրանք բոլորը նույն երկրամասի վրա, նույն աշխարհամասի վրա ապրած մարդիկ են, հազարամյակներով նույն տեղն են ապրել, նույն մշակույթն են ունեցել, նույն լեզվով են խոսել, եւ սրանք բնականաբար պիտի խառնվեին իրար հետ, չէ։ Հիմա որևէ գյուղացի, որ ուզում է հարս բերի, գնում է կողքի գյուղից հարս է բերում, խառնվում են երկու գյուղ իրար հետ, չէ։ Սրանք չեն ասում, որ հայերը իրար մեջ են խառնվել։ Մեզ խառնուրդ անվանելով ուզում են անպայման շեշտեն, որ մենք նույնն ենք, ինչ որ Սելջուկ թուրքը։ Ուրիշ օրինակ, եթե հայը չգիտի Միթանի թագավորություն կամ Արարատա թագավորություն, այդ գաղափարները, որ գոյություն են ունեցել, հիմա Արա Սարաֆյան եթե պետքա գասի, որ դուք խառնորդ եք, արդեն չի կարող անդրադառնա, գիտես ինչ, հա երևի խառնորդ ենք, բայց Արարատա, Միթանի եւ այլն այդ ժողովրդի մասն է խոսքը, որովհետեւ մենք նույն ժողովուրդն ենք։ Եթե դա լիներ, այդ գաղափարը լիներ իրենց մեջ, իրանք կարային հետ իրեն պատասխանային, ասին հայո դու ճիշտ ես, բայց այս տեսանկյունով ես դու ճիշտ, ոչ թե եւ այլն։ Այդ գաղափարը չկա։ Հասկանում ենք կամաց զարթում ենք մենք եւ այլն, բայց մի քիչ արագացնենք կոնե 10,000 տարի ինձ ապրում ենք, հիմա այսօր պետք է մենք այս գերի լինենք այս կեղծարարությանը։ Այսինքն ամբողջ ժողովուրդը պետք է զարթնի, մեկ գոնե իրաց նախահայրերի պատմությունը իմանալ, ինչի պետք են անհատները միայն այս մեծ ծանրությունը տանեն, հետո հայ ժողովրդին ներկայացնեն, կեսից շատը չլսի, հետաքրքիր չլինի եւ այլն, էական երևույթների հետևից գնա։ Թույլ տուր մի օրինակ էլ բերել, բան, ուրեմն վերջերս կարդացի մի չգիտեմ նա գիտնական անվանել կարելի է թե ոչ, Բարիս Մոյշեսոն է անունը, Լենինգրադի այն ժամանակվա Լենինգրադի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետն է ավարտել, մասնագիտությամբ մաթեմատիկոս է, գիրք է գրել լեզվաբանության եւ պատմության մասին։ The Armenoids in Prehistory, արմինոիդները հին նախապատմության մեջ, այսքան գիրք է, որը սովորական պայմաններում կվաճառվեր $25, բայց այս մարդիկ գինը դրել էին $100։ Հիմա երկու բացատրություն կային 400, որ իբր թե շատ կարևոր գիրք էր մեկ եւ քչերը առնեն կամ whatever։ Հիմա ես վերցեցի եւ համառորեն կարդացի, ուզեցի գտնել այս մարդու միտքը որն է, ինչ է ուզում ասել այս գրքով։ Կարդացի ամբողջ փաստերը, որոնք որ հայտնի փաստեր էին եւ անհայտ բան չկար մեջը, միայն մի նախադասություն կար, որ այդ գրքի մեղն էր։
ասում է հрьяաները արմենոիդների մեկ ճյուղն են, որոնք առաջացել են հայկական լեռնաշխարհում, in Armenian Highlands, եւ իջել են ներքև այսօրվա Իսրայելի տարածքը։ Ինչ է ուզում ասել այս Լենինգրադում ծնված հрья Բարիս Մոշեսյանը։ Ինչ է ուզում ասել։ Ուզում ասել, որ մենք այնտեղ ենք առաջացել, վաղը միսօր մենք միևնույն է վերադառնալու ենք մեր տունը։ Ուրեմն իրենք հնարովի հայրենիք են ստեղծում, որ վերադառնան։ Մենք մեր իսկական հայրենիք չկարող ամտերություն անենք։ Այո։ Հիմա այս աբսուրդը ինչպես կարելի է բացատրել, խնդրեմ, դու հոգեբան մարդ ես, լսա։ Մի ժողովուրդ, որ արժեք չունի, այսինքն ճշմարիտ արժեք չունի, ինքը որևէ մի բան չի տվել աշխարհին։ Ինքը սկսում է արդեն ուրիշ տեղից քաղել, գողանալ եւ այլն։ Նույն բանը մոնղոլները, ասենք թե իրանք հալածելով գնացին, մարդկանց սպանեցին, հետո կանգնան։ Տեսան, որ իրենք որևէ մշակույթ չեն նվիրել մարդկությանը ու սկսեցին իրենց կողքերից վերցնել, իրենցը սարքել, դա ձեզ թուրքը, ձեզ օրինակ։ Նույն բանը իրենք, այսինքն իրենց պատմությունը, որ կարդում ես, մանավանդ այդ հիբրու ժողովրդի պատմությունը, որևէ երևույթ չկա, որ անձնական իրանցն է, այսինքն իրանք ուղղակի քաղել են ուրիշներից, եգիպտացիներից, հինդո-եվրոպական լեզու է գնացել իրենց մեջ, չէ, արամայիկ եւ այլն։ Այդ պատմությունը իրանք ստեղծել են իրենց համար, ներկայացրել են ժողովրդին որպես իրականություն։ Հիմա արդեն կամաց-կամաց մոտենում են հայկական լեռնաշխարհին, մոտենում են Արարատին եւ այլն, դե պարզապես հին կտակարանը այսպես է, չէ, իրանք ուզում են իրենց համարեն որպես այդտեղի բնակիչ եւ դիտավորյալ գրել են, չէ, որ ասենք թե ճապետը պետք է իշխվի սեմիտիկ ժողովրդի ձեռքի տակ։ Դրա համար են գրել, հակառակ չեն արել։ Եթե իրանք կարծեն իրանք որպես արիական ժողովուրդ, կասեն, որ ճապետը պետք է իշխի մյուսներին, բայց հակառակը, որովհետև այդ ժամանակում այդ տեսանկյուն ունեն, որ գիտես, մենք սեմիտիկ ժողովուրդ ենք, մենք պետք է իշխենք եւ այլն։ Տեսնելով թե ինչ է կատարվում, հակառակ լինելով, բարկացած, որ ոնց կարան հինդո-եվրոպացիները այս ամեն ինչ իշխեն, մենք չկարողանանք, արի պատմությունը փոխենք։ Եվ դա է։ Դա է յանց հոգեբանը, ասենք եթե անապատի ժողովուրդ, իր հոգեբանը ինչ պետք է լինի։ Լավ, եթե հաշվի առնենք այն պարզ հանգամանքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ ուզում է իրենը ներկայացնել որպես լավ, առաջնային, ուժեղ, ապագայում հաղթելու ընդունակ, եւ իրեն իրավունք է վերապահում, որ այդ հողակտորի վրա ինքը պետք է ապրի։ Հիմա թուրքը ասում է, այս հողը մերն է, ես 85 թվականին Իստանբուլում մի գիրք գնեցի, մի թուրք պատմաբան էր գրել, որին պատմաբան անվանել ուղղակի ամոթ է։ Մարդը գրել էր, որ այսպես կոչված հիթիտները եկել են Թուրքիայից, որտեղից որ իրենք են եկել, իրենցից 3000 տարի առաջ։ Այդպես է գրված է գրքի մեջ։ History of Eastern Anatolia, Դողու Բայազիթ Դողու Անատոլիա։ Եվ 3000 տարի առաջ այդ հիթիտներն եկել են տեղավորվել են այդ հողակտորի վրա, մշակույթ են ստեղծել։ Նրանցից 3000 տարի հետո սելջուկներն են եկել։ Հիմա ինչ կա։ Մեր պապերը շուտ են եկել, մենք ուշ ենք եկել, մենք նույն ժողովուրդն ենք, այսինքն այս հողը մերն է։ Նա չեղած տեղից պատմություն է ստեղծում։ Այո։ Օդի մեջից իրեն տեր է դարձնում այդ հողակտորի վրա։ Իսկ մեր Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսը հայտարարում է, որ մենք եկել ենք Թրակիայից։ Հիմա այս աբսուրդը ինչպես կարելի է հասկանալ։ Դու տեսնում եք թե ինչ է կատարվում։ Այո։ Հիմա բնականաբար, եթե որևէ մեկը բիզնեսի մեջ երբևէ եղել է, սկսում ենք իրեն հարց տալ։ Եղբայր, քեզ ինչքան են վճարել։ Չէ՞, որ տեսակետն է։ Այո։ Քո ժողովրդի պատմության հակառակ տեսակետ հայտնելու համար պիտի հսկայական գումար տված լինեն։ Այո։ Տարբեր երկրներում հայագիտական ամբիոններ կան, հայության պատմությունն են ուսումնասիրում, ինչ որ նպատակով։ Հայաստանում հայագիտությունը այդքան չի ուսումնասիրվում, որքան Եվրոպայում, Ամերիկայում, Իսրայելում։ Այո։ Աբսուրդ չի սա։ Անշուշտ։ Սրա մեջ ինչ-որ մի բան կա, չէ՞, խնդրում։ Երբ որ ուսումնասիրում ես հին քաղաքակրթությունները, ընդեղից սկսեմ ես։ Մեզ ինչքան հնագույն է լինում քաղաքակրթությունը,
այդքան մեզ պետք է հայերեն լեզուն ու դիցաբանությունը, այսինքն չի լինում մեկնաբանել այդ ամենը առանց հայերեն այբուբենի, լեզվի, դիցաբանության եւ այլն։ Չի ստացվում։ Մանավանդ հիմա որ ծագումնաբանությունն է մեզ առաջ բերել այս բոլոր հետեւյալ տեսությունները, արդեն զգում ես, որ բացի լեզվից եւ դիցաբանությանը հայ ժողովրդի գենետիկ այս իրենց գոյությունը այդ տարածքներում էլ է կարևորություն տվել այդ ժողովուրդը, որ կազմավորվի։ Հիմա դա իմանալուց հետո, որ հիմա գնում ենք, ասենք թե տարբեր համալսարաններում, որտեղ որ սովորացնում են հայոց պատմությունը, մանավանդ Ամերիկայում, իրենց դասագրքերը, որ կարդում եք, չի համընկնում ոչ մի ձևով այդ գաղափարները, ինչ որ ես նոր նկարագրեցի, չի ստացվում։ Իրենց որ հարցնում եք, թե ինչ մատերիալ եք օգտագործում, որ այս դասագրերը գրվի, արդեն ձեզ ցույց է տալի իրանց սորսերը։ Նույն սորսերը, որով մենք կարծում ենք արդեն որ կեղծված են, այսինքն թուրքական, որևէ պրոֆեսորի կարծիքներ եւ այլն, դա օգտագործում են որպես փաստ ու ներկայացնում են ու երեխաներին որպես փաստ։ Հիմա այդ երեխայդ որ խոսում ես, ասում ես որ չէ, գիտես, ինչ քո պատմությունը այսքան է։ Ինքը մեկից շփոթվում է։ Ինչ ոնց կարող է լինի, մենք խառնված ենք, մենք ուրիշ տեղից ենք եկել եւ այլն։ Այդ նույն բաները կրկնում է ուղղակի։ Ինքը չի տրամաբանորեն անալիզ արել, հետո ձեզի հետ պատասխանում։ Նույն բանը սա է։ Եթե այդպիսի աբսուրդ բաներ գրվում է, մեկ մեր պատմությունը շատ կարևոր է ու իրանք պետք է իրանք թալանեն անպայման, որովհետև իրանք որևէ ոչ մի բան չեն տվել անձնապես։ Երկրորդը աշխարհի մեծնամասնությունը հայ ժողովրդի պատմությունը չգիտի։ Եվ երրորդ, ամենակարևորը, հայկան ժողովուրդը հնագույն ժողովուրդ չէ, նախապատմական է։ Եթե սա մենք չընդունենք, այս բոլոր բաները կիսատ ամենալ, այսինքն մենք ամբողջությամբ չեն կարող ըմբռնենք։ Նախապատմական նշանակում է հայերը գնացել են տարբեր անկյուններ աշխարհի, դրել են հիմքը, դուրս են եկել լեզվով ամեն ինչով, չէ՞։ Դա է, թե չէ ուրիշ ձև ոնց պետք է լինի։ Ես մի անգամ նշել եմ, որ գիրք էր գրված Ռոբերտ Հյուզի կողմից, որ ասել էր, որ ասենք թե ով որ եկել է Հարավային Ամերիկա, փյունիկներն են եղել, բայց բառերը, որ մեզի ներկայացնում է, լրիվ հայկական են, բայց ինքը չիմանալով, որ հայկական է, արդեն տեղադրում է որպես փյունիկների։ Դե մենք բոլորս գիտենք, որ գյումրեցիները հայ են, չէ՞։ Է որ փյունիկացի ես ասում, սրանք կարծում են լուսնից են իջել այս փյունիկացիները, չեն ասում, որ դրանք Հայաստանից դուրս եկած ժողովուրդ են, որոնք նավարկությամբ են զբաղվել եւ նավաշինությամբ են զբաղվել եւ նավարկել են ամբողջ օվկիանոսը, գնացել են մինչեւ Իռլանդիա, Հայերլենդ են գնացել, Հայերլենդ, գնացել են մինչեւ ամերիկաները, Հարավային եւ այլն, Հնդկաստան ու Իսիմուր։ Այս մարդիկ ճամփորդել են այն ժամանակ։ Նավատարմությունը, եթե ուզում ես դու տիրապետես, դու պետք է աստղերը լավ իմանաս։ Եթե հայ ժողովուրդը արդեն աստղագիտությամբ զբաղվում էր հազարավոր տարին առաջ, շատ հավանական է, որ կարա ամենտեղ գնա։ Բայց օրինակ, եթե Էջմիածնու վեբսայթը որ դուք մտնեք, այնտեղ գրում է իրենց կողմից, որ հայերը ոչ մի գաղափար չունեին աստղագիտությունից, գիտությունից, Վահագն Մեհր Անահիտը պարսկական է եւ այլն։ Դա մեր կողմից արդեն գրվում է։ Դուք պատկերացնում եք։ Մեր կողմից չի գրվում, եկեղեցու կողմից։ Իրա եկեղեցու կողմից։ Հիմա, եթե միլիոնավոր ժողովրդի մտնում է կարդում է դա ու գրված է մեր տեսանք, մեր վեբսայթն, ասենք թե հայկական։ Հիմա արի իրենց ասա, որ չէ, նայել է սխալ եւ այլն։ Տեսնում եք արդեն, որ մեր դարբասի ներսում արդեն այսպիսի կեղծարարություններ կատարվում։ Չգիտես թե ով է գրում այդ գրավորները իրենց վեբսայթի վրա։ Դե հիմա հանրահայտ փաստ է, որ առաքելական եկեղեցին դեմ էր այն ամենին, ինչ որ կար մինչև իրենց մուտքը Հայաստան, նրանք ոչնչացրեցին ամեն ինչ որ կար։ Թե աստղաբաշխություն, թե զիրագիտություն, թե բնագիտություն, ամեն բան ոչնչացվել, վառվել է, չէ՞։ Մի տող չունենք մնացած մեր նախկին պատմությունից։ Տիգրան Մեծը կես միլիոն քառակուսի կիլոմետր կայսրության տեր էր եւ 15-16 փոքրիկ երկրներում թագավորներ էր նշանակել, նրանց հետ նամակագրություն ուներ, հարկահավաքային կառույց ուներ եւ այդ այն ամենի մասին ոչ մի տող չկա պահպանված։ Այսինքն սա աբսուրդ է, չէ՞։ Հիմա դա ուրիշ հարց է, դրա մասին հետո մենք կարող ենք վերադառնալ, դա ներքին խառնագիչների մասին կարելի առանձին խոսել, բայց եթե վերադառնանք մեր այս հիմնական խնդրին, հիմնական խնդիրը ես միշտ բերում եմ դեպի քաղաքական
բացատրություն։ Եթե քո մշակույթը եւ պատմությունդ աղավաղում են, ուրեմն դա քաղաքական նպատակ ունի։ Հենց այնպես մարդիկ հարյուրավոր միլիոններ չեն ծախսի։ Ուրեմն երբ որ հայերին կդարձնես եկվոր եւ նրան կզրկես այդ հողերի վրա իրավունքից, նույն ձևի դու նրան կզրկես այդ հողերի վրա գոյություն ունեցող շենքերի, եկեղեցիների վրա legal օրենքով իրավունք ունենալու claim, այսպես կոչված, այդ պահանջատիրությունից կզրկես։ Հենց որ դու սկսեցիր հայ ժողովրդին զրկել իր հողի վրա գոյություն ունեցող ամեն ինչից պահանջատիրությունից զրկեցիր, արդեն նա չի կարող գնալ դատարան եւ քեզ հակառակորդների կամ ջարդարարների նկատմամբ դատական հայցեր ներկայացնել միջազգային դատարաններում։ Նա այլևս չի կարող մտնել Հաագայի դատարան եւ ասել թուրք կառավարություն, Գերմանիայի կառավարություն, Անգլիայի կառավարություն, ուր են մեր այն մի քանի հազար տոննա ոսկին, որ դուք Հայաստանից թալանեցիք տարակ, պահել եք մինչև հիմա չեք տալիս։ Ուր է այդ ոսկին, մեր փողերը, մեր հարստությունը։ Ուր են դրանք։ Կասեն դու ով ես։ Դու այդ երկրի բնակիչը չես։ Այդ ուրիշին է պատկանել, այդ պատկանել է զազաներին կամ քրդերին, որտեղ արդեն Արա Սարաֆյանը ասում է, որ հալալ olsun քրդերին է նվիրում արդեն մեր հայրենիքը։ Հասկանում եք, մենք կդառնանք պատմություն, անցյալ ժամանակով, անցյալ կատարյալ։ Դե հայը պետք է հասկանա, որ մի ժողովուրդն է, որ մնացել է, որ գոյատևել է մինչև հիմա, հնագույն ժամանակներից։ Այսինքն, եթե մենք չկարողանանք այս դիմադրել, դառնալու ենք այն մույս ժողովուրդներին, որ արդեն վերացել են արդեն։ Բայց այս խոսակցությունները պետք է միշտ գնա, այսինքն պետք է անպայման մույս ով որ կա չկա մեր կողքերը իրենց հայտարարենք եւ այլն եւ այլն եւ պետք է անպայման գրենք եւ կարդանք եւ տպագրենք գրականությունը չենք անում ես կարամ ասել որ 10 հոգուց երևի շատ մի տոկոսը կամ 2%-ը դա հասարակ օրինակ տամ քեզ թե Հայաստանում ինչ է կատարում օրինակ համատելու համար հայ ժողովրդի պատմության լավագույն գիտակ բանասիրական գիտությունների դոկտոր, բայց նաև ներկայացված էր աշխատանք որպես պատմական գիտությունների դոկտորի, որ չտվեցին Ալբերտ Մուշեղյանի գիրքը Մովսես Խոյենացու դարը, ֆանտաստիկ, հրաշալի աշխատություն գիտական, իր սեփական միջոցներով է տպել։ Հայկ Դեմոյանը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, բերել են իրեն Ռուսաստանում տպագրված թերթեր, մի երկու տոննա թերթ են բերել, հավաքել են թերթերից կտորներ են կտրտել, հավաքել են իրար հետ, մի գիրք են սարքել հայ-թուրք հարաբերությունների մասին 17-18-րդ դարերում եւ այդ գիրքը դարձել են պատմական գիտությունների դոկտորի աշխատություն։ Թերթում տպված հոդվածները դարձել է գիտական աշխատություն։ Եվ երեք չառաջորդին Մոսկվայում այդ աշխատության շնորհանդեսներ։ Եվ մարդը դառնալու է պատմական գիտությունների դոկտոր։ Այո։ Երևանում են մի բանը կատարում, ելի չենք ընկել օտարների հետևից։ Իմ ասածը դա է, գալիս ենք այն եզրակացությանը, որ եթե մեր մեծնամասնությունը չգիտի այս ամենը, իր պատմությունը չգիտի, ամեն ինչ կլսի, մի զարմացեք, այսինքն հայ ժողովուրդը չզարմանա, որ մի օր կարող է հային լուսնից բերի հայ ժողովուրդը։ Լուսնի չէ, բայց ես համոզված եմ, որ ես հայկի համաստեղության մեջտեղի մեծ աստղի կողքից ենք եկել։ Ես դրան հավատում եմ, բայց լուսնի չէ, լուսնի շատ մոտ է։ Ուզում ասեմ, ինչքան աբսուրդ գաղափարներ կա, գրվելու է հայերի մասին։ Եվ հայերը միջև չզարթնի, այս ամենը լսելու է։ Ես զարմանում եմ թեկուզ, որ այն ծնողներից, որ չեն թույլ տալի երեխային ազատ մտքով ուսումնասիրի իր պատմությունը։ Այսինքն կասեն ում է պետք, թող անցյալը մնա անցյալ, մենք արի եկեք ապագայի մասին մտածենք։ Մենք ոնց կարանք մեր ապագան հիմնավորենք առանց մեր անցյալը փրկելու։ Առանց մեր անցյալի մենք ապագա չունենք։ Չվերադառնանք Բաշումենների այդ հրաշագի մտքին, որոնք որ իջել էին հայկական աշխարհից իհարկե այդ շումեր կոչեցյալները, նրանց անունը շումեր չի, իրենք երբեք իրենց չեն անվանել շումեր, ոչ միտեղ, այդ հնարովի անուն է։ Այդ մարդիկ, որոնք իջել են հայկական աշխարհից, ապրել են այդ հողատարած միջագետքում, ունեն բազմաթիվ 100,000-ավոր բաներ, չէ, արձանագրություններ։ Իմ ամենասիրածը սա է, ասում է, այն ամենը, ինչ որ եղել է անցյալում, նորից կրկնվելու է ապագայում։ Այն ամենը, ինչ որ կրկնվելու է ապագայում, արդեն եղել է անցյալում։ Այո։ Ճանաչիր անցյալը կիմանաս ապագա, հայելի է, հայելի։ Այո։ Ջորջ Սանտայանային հիշենք, ամերիկացի, Ծալկումով իսպանացի, բայց ամերիկյան քաղաքագետ ասում էր, այն մարդիկ, ովքեր չեն սովորում պատմության դասերը, նրանք դատապարտված են այդ նույն սխալները կրկնելուն։
Հասարակ միտք է, չէ։ Այո, Կարծես թե ամեն մարդ գիտի, Այո։ բայց ոչ ոք չի հասկանում ինչ եղավ ուզում։ Հենց այդ շումերների գրականությունը, որ կարդում ես, թեկուզ թարգմանված է, ասենք թե, արդեն մեր մասին որ նա խոսում է, եւ մեր երկիրը անվանում է որպես աստվածների երկիր, ոնց ուզում ես մեկնաբանիր, այսինքն դա պետք է այնպիսի մեծ մարդկանց ուրախացնի եւ շահագրգռի, որ միայն այդ պատճառով իմանալով, որ հայերը արդեն գոյատևել են շումերների հետ, ուսումնասիրեն։ Այսինքն դա արդեն բավական է, որ դու արդեն առնվազն 8000 տարի գնաս, թե ոչ։ Շատ հասարակ մի բան է։ Դա չի ստացվում, տրամաբանությունը կորել է ընդհանրապես։ Մի հատ հասարակ հարց տամ։ Ենթադրենք այս հարցը ստողում են բոլոր նրանց, ովքեր որ տեղյակ չեն այս ամեն ինչին։ Մի հատ օրինակ տամ եւ հարց տամ։ Սամուել Նոա Քրեյմեր անունով ամերիկացի գիտնական շումերագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, գրում է The Sumerians գիրք։ Գրքի վերջին նախադասությունը, վերջի աբզացը, պարագրաֆը, վերջանում է այսպես։ Ասում է, եւ այսպես այդ շումերներից, այդ ժողովրդից առաջացան հրեաները։ Շումերները դադարել են գոյություն ունենալ 1950 մեր թվականությունից առաջ։ Ուրեմն հենց այդտեղից հրեաները սկսեցին։ Եթե այս մարդը այդքան ժամանակ է ծախսել գիրքեր է գրել եւ ուզում է անպայման կարճել շումերների պատմությունից, համարելով այն հրաշալի պատմություն, եւ այ ես նրա զավակն եմ, հպարտանում է դրանով։ Մենք մերը լինելով հանդերձ թողնում ենք որ ուրիշ է տիրանա դրան։ Ինչպես կարելի է այս абսուրդը բացատրել։ Բայց միաժամանակ մենք պետք է նշենք, որ հենց իրենց համալսարանները գիտնականները թեկուզ քիչ են, բայց իրավացի են, որ իրենք ապացուցեցին իրանց ժողովրդի որևէ մի տեսություններ, որ առաջերտին իրենց պատմությունը, որը որ ներկայացված է միջև հիմա սուտ է, Դավիթ Սողոմոն չի եղել եւ այլն, որևէ ստորուկային որևէ բան չի եղել Եգիպտոսում, ապացույց չկա եւ այլն։ Այսինքն իրանք արդեն տպագրում են այն բաները, որ արդեն ուզած պետք է դուրս գա մի օր։ Կարող է իրանք հակառակորդներ ունենան եւ այլն, բայց մի քանի ազնիվները կան, ես հանդիպել եմ իրենց, ես խոսել եմ իրենց հետ։ Ասում են, որ ինչ որ գրած է մեր մասին, մեր հին պատմության մասին սուտ է եւ այլն։ Ու իրոք դա այդպես է, որովհետեւ իրենց պատմությունը որ կարդում ես, համեմատում ես, ասենք թե ինչ որ հնագիտության տեսությունները եւ այլն, չի համընկնում, չկա, բացակայում է։ Եվ իրանք անում են դա, բայց իրենց քանակը քիչ է, ճիշտ ասած։ Ինչի պետք է իրենց կապես, իրենց կապեն հայերի հետ, որովհետեւ հայը ամենակարևոր գիծն է, կարևոր քաղաքականություն է եղել։ Փրկության միակ երկիրը հայկական լեռնաշխարհն է։ Այո։ Փրկության միակ գենը հայկական գենն է եւ ի վերջո ովքեր որ ուզում են ապագայում աշխարհի լավագույն հողակտորի վրա բնակություն հաստատեն, որը իմ հետևում է, այս հողակտորը, այսա, որ հիմա ես ցույց եմ տալիս, աշխարհի լավագույն հողակտորն է եւ ով որ սրան տիրացավ ապագայում կկարողանա ղեկավարել երկիր մոլորակը։ Այստեղից է ղեկավարվելու երկիր մոլորակը։ Ես չեմ ասում որ ես ու դու վաղը միսօր գնալու ենք հայերը տիրանալու են այս հողակտորին, դա չեմ ասում։ Ես ասում եմ նրանք ովքեր կկարողանան տիրել այս հողակտորին, նրանք կտիրեն ապագա ղեկավարման կենտրոն են դարձնելու, ինչպես որ Ամերիկայի տիեզերական ղեկավարման կենտրոնը Հյուսթոնում էր, չէ՞, բայց ռակետները թռչում էին Ֆլորիդայի Քեյփ Քանավերալից։ Այդ հողակտորը օգտագործվելու է։ Ուշադրություն դարձնելու Պեկինից դեպի Լոնդոն այդ երկաթգիծը որ արդեն կառուցվում է, դա անցնելու է Հայաստանով, մտնելու է Մեղրի, մտնելու է Երևան, Գյումրի, Կարս, Էրզրում, Անկարա, Իստանբուլ եւ Լոնդոն։ Այս գծի երկայնքով դրվելու են ղեկավարման կենտրոնները ապագայի համար, մոլորակի համար։ Նրանք տեսնում են ապագայում արդեն առանց ազգությունների մի ղեկավարման համակարգ, նրանք տեսնում են արդեն մի այնպիսի խումբ մարդկանց, որոնք կկարողանան ղեկավարել մոլորակը եւ ի վերջո բոլոր այս թափթփուկներն ու ստախոսներն կուղարկեն ուր որ պետք է։ Իմ խնդրանքը հայ ժողովրդից այն է, որ ճանաչիր զքես, սովորի, իմացի թե դու ով ես, քեզ ինչ ես ներկայացնում։ Սա է որ մենք պարտավոր ենք անել։ Պարտավոր ենք ինքներս ճանաչել, ինքներս սովորել եւ փոխանցել նոր սերունդին։ Նրանք ինչպես կվերաբերվեն այս տեղեկությունների հետ, արդեն իրենց գործն է, բայց մենք մեր պարտականությունը պիտի կատարենք։ Մենք պարտավոր ենք վերցնել այն ինչ որ այսօր կա, սովորենք, ծամենք, մարսենք
եւ հանձնենք հաջորդ սերունդին, նրանք էլ ճիշտ ինֆորմացիայի բագաժով, այսպես ասած, բանով տեղեկությունների պահեստով առաջ գնան, ոչ թե կեղծիքների վրա նստած, ինչպես մեր սերունդը կոմունիստական կեղծիքների վրա նստած ավարտեցին համալսարանները եւ ինստիտուտները, չէ՞։ Մենք ստիպված եղանք 0-ից չէ, -100-ից սկսել։ Գոնե մենք այնպես անենք, որ ապագա սերունդը -100-ից չսկսի։ Անջան, մենք մի 2-3 րոպե ունենք հաղորդմանը ավարտելուն, խնդրում եմ քո եզրափակումը, եթե Շնորհակալություն, ես ուզում եի ասել, որ հայ լինելը մեծ պատասխանատվություն է ու մենք պատասխանատու ենք, ինչ որ մենք ներկայացնում ենք մեր զավակներին, պարզապես հայ ժողովրդին եւ մյուս մարդկանց եւ շատ կարեւոր է որ մենք սկսենք կարդալը, իմանալը մեր մասին, մեր անցյալի մասին, որ փրկենք մեր ապագան անպայման։ Իմ երկրորդ գիրքը կհրատարակվի շուտով, ես պարզապես կբացատրեմ թե ինչ է նշանակում հայ լինելը, թե ինչպես մենք կարող ենք տեսնել հայ ժողովրդի մատնահետքերը ամբողջ աշխարհում։ Խնդիրն այն է, որ կուզենք մեր տեսակը պահել, փրկել եւ կուզենք, որ ապագա այս ղեկավարման համակարգի մեջ մեր դերը ունենանք եւ մեր նշանակությունը ունենանք եւ մենք էլ լինենք այնտեղ այդ ապագա խաղի մասնակիցներից, ոչ թե դրսից դիտողներից։ Դու նախապատրաստվենք։ Անպայման պետք է պատրաստվել։ Պետք է պատրաստվել քո ճամպրուկը ձեռքդ, քո գիտելիքների ճամպրուկը ձեռքդ, պետք է կանգնես կառամատություն, սպասես եւ երբ որ գնացքը ժամանեց, կկարողանաս նստել այդ գնացքը եւ մասնակցել խնջույքին։ Այլապես մեզ կօգտագործեն, ինչպես նախկինում են արել, որպես 4-րդ, 5-րդ կատեգորիայի որակի ինչ որ մասսա։ Մենք չենք ուզում լինել մասսա ժողովրդական։ Մենք այդպեսին երբեք չենք եղել, այդպեսին երբեք չենք ուզում լինել։ Մենք պետք է լինենք ղեկավար արորդիներ։ Արորդիները միշտ ղեկավար են եղել։ Մենք պետք է մեր դերը կատարենք այնպես։ Որ ճանաչեն հայերը, որ իրանք արորդիներ արդուրս դրել են առաջի հերթին։ Դրված է մեր գենետիկ կառույցի մեջ։ Այսքանը։ Սիրելի բան, շնորհակալություն նորից այս զրույցի համար, սիրելի բարեկամներ, հաջորդ հաղորդումները չգիտենք ինչ հաճախականությամբ կանենք, բայց խոստանում ենք ձեզ նոր տեղեկություններ լինելու դեպքում նորից հաղորդումներ անցկացնել մեր բարեկամների գիտնականների հետ եւ փոխանցել ձեզ։ Առայժմ այսքանը, ստեցություն, շնորհակալություն։